Շնորհակալություն հայտնելը լավ է, սակայն չմոռանանք, որ մարքեթինգային սկրիպտների դարում շնորհակալությունով սկսվում են անցանկալի շփումը դադարեցնելու միտում ունեցող նամակները։ Օրինակ, շնորհակալություն, ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Շնորհակալություն, ցանկության դեպքում կտեղեկացնենք, կզանգահարենք եւ այլն։ Այս արտահայտություններն արվում են մի գրեք մեզ, մի անհանգստացրեք, մի զանգեքի փոխարեն եւ վաղուց արդեն ասոցացվում են դրանց հետ։ Եթե զրուցակցի հետ լինի նա գնորդ, ընկեր, այցելու, նոր եք ծանոթացել, ուրեմն հաշվի առեք, որ շնորհակալությամբ սկսվող կամ ավարտվող տեքստերի 99%-ը կարող է ընկալվել որպես հարգալից մերժում, ուստի նման խոսքից հետո քաղաքակիրթ զրուցակիցը ձեզ այլևս չի անհանգստացնի, թեկուզ եւ դուք մերժման նպատակով չէիք ասել դա։ Եթե իրականում շնորհակալությամբ սկսվող խոսքով չեք ցանկացել վանել դիմացինին, ապա իրավիճակը փրկելու երկու բանակցային տարբերակ կա։ Առաջինը, շնորհակալությամբ սկսվող նամակը ավարտեք որևէ հարցով, այլ թեմայից, որպես զրույցի շարունակություն։ Դիմացինը կհասկանա, որ միտում ունեք շարունակելու շփումը, իսկ նախորդ շնորհակալությունն ընդամենը հարգանքի եւ գոհունակության ժեստ էր։ Երկրորդ, եթե ձեր շնորհակալական նամակից հետո անցել են օրեր, ամիսներ, ձեզ այլևս չեն գրում, չեն այցելում, ընդամենը ինքներդ նախաձեռնեք հերթական շփումը, օրինակ առաջիկա օրերից մեկում։